ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքն ուսումնասիրում է Իսրայելի այն պնդումները, թե Իրանն ունի հրթիռներ, որոնք կարող են հասնել Լոնդոն, Փարիզ եւ Բերլին։ Եթե դա ճիշտ լինի, ապա դա եւս մեկ վկայություն է, որ այն, ինչ անում է ԱՄՆ նախագահը, կարևոր է, ասել է նա։ Ռյուտեն նաեւ նշել է, որ Մեծ Բրիտանիայի առաջնորդությամբ 22 երկիր համաձայնել է մասնակցել Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգությունն ապահովելու նախաձեռնությանը։ Այժմ սա պլանավորման փուլում է։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին 48 ժամ էր տվել Հորմուզի նեղուցը բացելու համար, սպառնալով հակառակ դեպքում ոչնչացնել Իրանի տարբեր էլեկտրակայաններ, սկսած ամենամեծից։ Այդ ժամկետը լրանում է Երևանի ժամանակով մարտի 24-ի գիշերը ժամը 2-ին։ Իրանն արձագանքել է երկրի նավթային եւ էներգետիկ օբյեկտներին հարվածների դեպքում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ին պատկանող բոլոր էներգետիկ ենթակառուցվածքները թիրախ կդառնան, իսկ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ կփակվի։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ հայտարարել է Վաշինգտոնի սպառնալիքները հուսահատության դրսևորում են։ Նա հավելել է Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացի նրանցից, ովքեր ոտնձգություն են կատարում Իրանի նկատմամբ։ Ըստ էներգետիկայի միջազգային գործակալության գործադիր տնօրենի 1970-ականների երկու հաջորդական էներգետիկ ճգնաժամերի ընթացքում աշխարհը կորցնում էր օրական 5 միլիոն բարել նավթ։ Այժմ այդ թիվը հասնում է օրական 11 միլիոն բարելի։ Նա նաև հայտնել է, որ ներկայիս ռազմական գործողությունների հետևանքով Մերձավոր Արևելքում առնվազն 40 էներգետիկ օբյեկտ է վնասվել։ Հորմուզի նեղուցը բացելու կոչով են հանդես եկել Իսպանիայի վարչապետը եւ Ֆրանսիայի նախագահը։ Թեման հեռախոսազրույցում քննարկել են նաև ԱՄՆ նախագահը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետը։ Կողմերը շեշտել են նեղուցի բացումը կարևոր է համաշխարհային էներգետիկ շուկայի կայունության համար։ Զուգահեռ շարունակվում են փոխադարձ հարվածները։ Իսրայելի բանակը հայտնել է Իրանի ենթակառուցվածքներին լայնածավալ հարվածներ հասցնելու մասին։ Թիրախավորվել է Թեհրանը։ Հարձակման է ենթարկվել նաև Թասնիմ լրատվական գործակալությունը, կա 1 զոհ, 1 վիրավոր։ Ընդհանուր առմամբ պատերազմի ավելի քան 3 շաբաթվա ընթացքում Իրանում զոհերի թիվը գերազանցել է 1500-ը։ Թեհրանն էլ թիրախավորել է Իսրայելի կենտրոնական եւ հյուսիսային հատվածները։ Ավելի վաղ Իրանը հարվածներ էր հասցրել Իսրայելի Արադ եւ Դիմոնա քաղաքներին, որոնք գտնվում են Նեգևի միջուկային հետազոտությունների կենտրոնի մերձակայքում։ Հարվածներն իրականացվել են ի պատասխան Նաթանզի միջուկային օբյեկտի վրա հարձակման։ Իսրայելում վերջին 1 օրվա ընթացքում հարվածների հետևանքով 1 մարդ է զոհվել, ավելի քան 160-ը վիրավորվել։ Երկրում զոհերի ընդհանուր թիվը հասել է 16-ի։ Հրթիռներ եւ անօդաչուներ են որսացել նաև Բահրեյնում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում։ Իսրայելը նաև շարունակում է ռազմական գործողությունները Հզբոլահի դեմ։ Լիբանանի հարավում հերթական կամուրջն է պայթեցվել խմբավորման տեղաշարժին խոչընդոտելու համար։ Լիբանանի նախագահը դա անվանել է ցամաքային ներխուժման նախերգանք։ Ժոզեֆ Աունի խոսքով Լիբանանն իր մտահոգությունները բարձրացրել է դիվանագիտական ուղիներով։ Նա խոստացել է զինաթափել Հզբոլահին եւ ուղիղ բանակցություններ է առաջարկել Իսրայելին։ Երկրում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը։ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին պետքարտուղարությունն ամբողջ աշխարհում, հատկապես տարածաշրջանում գտնվող ամերիկացիներին կոչ է արել զգուշավորություն դրսևորել։ Ինչ վերաբերում է պատերազմի ավարտի հնարավոր ժամկետներին, Իսրայելի բանակի խոսնակը հայտարարել է, որ Իրանի եւ Հզբոլահի դեմ առջևում դեռ մի քանի շաբաթվա մարտեր են սպասվում։ Ռազմական գործողությունները շարունակվում են նաև Մոսկվայի եւ Կիևի միջև։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է տարբեր մարզերում ուկրաինական մոտ 250 անօդաչու խոցելու մասին։ Կան վիրավորներ։ Երկրի մի քանի օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները։ Հարվածների է ենթարկվել նաև Ուկրաինան, կան զոհեր եւ վիրավորներ։ Զուգահեռ շարունակվում է բանակցային գործընթացը։ Մարտի 21-ին եւ 22-ին ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունները Ֆլորիդայում բանակցությունների հերթական փուլն են անցկացրել։ Ըստ ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովի քննարկվել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները եւ ռուսական կողմի հետ ռազմագերիների փոխանակումը։ Նրա խոսքով դիրքորոշումների համաձայնեցման հարցում կա առաջընթաց։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ավելի վաղ հայտնել էր ուկրաինական կողմի հետ կառուցողական բանակցությունների մասին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ կան Մոսկվայի հետ ռազմագերիների փոխանակումը շարունակելու վերաբերյալ ազդանշաններ։ Նա շեշտել է, ամերիկյան կողմի ուշադրությունն այժմ կենտրոնացած է Իրանի շուրջ իրավիճակի վրա, սակայն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը եւս պետք է ավարտել։
Կուբան մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ լիովին հոսանքազրկվել է 10 միլիոն բնակչություն ունեցող կղզում սա այս ամիս արդեն երրորդ նման դեպքն է։ Երկրի էլեկտրական ցանցերի օպերատորներն աստիճանաբար վերականգնում են էլեկտրամատակարարումը, առաջնահերթությունը տալով հիվանդանոցներին եւ ջրմուղ համակարգերին։ Կուբայի էներգետիկ ենթակառուցվածքը հնացած է, բացի այդ ԱՄՆ-ն արգելափակել է նավթի ներմուծումը երկիր։ Նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս բազմիցս խոսել է Կուբայում փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Կուբայից արձագանքել են երկրի քաղաքական համակարգը քննարկման ենթակա չէ։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերընտրվել է ԿԺԴՀ պետական գործերի նախագահի պաշտոնում։ Նրա ընտրությունը կայացել է 15-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում։ Այս նստաշրջանի ժամանակ Գերագույն ժողովրդական ժողովը կքննարկի երկրի հնգամյա տնտեսական ծրագիրը։ Փետրվարին Կիմ Չեն Ընը վերընտրվել էր նաև երկրի իշխող աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Նա Հյուսիսային Կորեան ղեկավարում է արդեն 15 տարի։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։